Ողջույն ուժեղ Հրազդան, ողջույն։ Նախ ուզում եմ մեզ բոլորի շնորհավորել այս կարևոր օրվա կապակցությամբ, ասել, որ մենք հաղթանակած ժողովուրդ ենք, ասել, որ մենք հաղթանակող ժողովուրդ ենք, անկախ նրանից ինչ են մեզ ուզում համոզել, անկախ նրանից նրանք ովքեր են, մենք հայ ազգն ենք, հայ ազգը, որը ուժեղ է և պահանջում է ուժեղ առաջնորդ։ Սիրելի ժողովուրդ, ինչ ենք մենք այսօր տեսել։ Այսօր տեսել ենք, թե ինչպես ռազմական շքերթի բեմահարթակից սեփական հրամանատարին դանակահարածը, ով որ բանակի պետ է այսօր, և բանակում չծառայած գերագույն գլխավոր չհրամանատարը բեմից խոսում հայրենիքից, բանակից և արժանապատվությունից։ Դուք դրա իրավունքը չունեք, քանի դեռ Բաքվում են գտնվում մեր հայ ռազմագերիները, քանի դեռ օկուպացված են Հայաստանի տարածքները Ջերմուկում, Գեղարքունիքում, Արարատում, Տավուշում, քանի դեռ այս ամենը չի վերականգնվել, դուք անվտանգությունից, խաղաղությունից խոսալու իրավունք չունեք, և այս ամենը կարող է վերականգնվել միայն այն ժամանակ, երբ պարտված 3 պատերազմ բերած ղեկավարը հեռանա։ Սիրելի ժողովուրդ, գալիք ընտրությունները պարզապես ընտրություններ չեն։ Շատ եք լսել նման խոսույթ, բայց սա իրապես այդպես է, որովհետև սա ընտրություն է 300,000 ադրբեջանցի բերողի և 300,000 աշխատատեղ ստեղծողի միջև։ Իմիջայլոց, ես հիմա գալիս եմ հանրային հեռուստատեսությունից, որտեղ որ տեղի էր ունեցել բանավեճ կամ բանավեճի նման մի երևույթ, որից հետո ՔՊ-ական ներկայացուցիչը հայտարարել է, որ ինքը հաղորդում է տալու հանցագործության մասին իմ վերաբերյալ, որովհետև ես խոսում եմ և խոսելու եմ 300,000 ադրբեջանցիների պլանի մասին, որը որ մենք, դուք միասին ձախողեցնելու ենք, որպեսզի այս իշխանությունները չանեն դա, և դրա ամենաճիշտ, ամենակարճ ձևը ընտրություններին գնալն է և քվեարկել համար 3 Եվ վերջում, վերջին անգամ, երբ որ ես այստեղ խոսք էի ունենում, դիմել էի Հրազդանում ապրող, ինչպես որ գիտեմ, շատ են ապրում այստեղ արցախցիներին։ Եվ ինչպես միշտ, սիրելի արցախցիներ, մռավասար են նման պանդկացիք, հաղթանակը լինելու է, հաղթանակի համարն է,